Հայաստանի Հանրապետությունում այսուհետև գործելու են թվային վարորդական վկայականներ եւ թվային հաշվառման վկայականներ։ Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է ժամկետ եւ երբ խորհրդարանն այն ամբողջությամբ ընդունի, օրենքը կմտնի ուժի մեջ։ Այս մասին հայտարարեց ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Բոլոր այն մեր քաղաքացիները, ովքեր ունեն վարորդական վկայականներ, սեպտեմբերի 1-ից առնվազն այս պայծրությամբ նախագծով այդպես է նախատեսված, սեպտեմբերի 1-ից այդ ուրեմն վարորդական վկայականները, այսպես ասած, կկոնվերտացվեն թվային վարորդական վկայականների։ Մեկ այլ նախաձեռնությամբ մենք նաև սահմանում ենք, որ եթե ուրեմն բարեկային ծառայության մեր աշխատակիցը ուրեմն կարողանում է նույնականացնել վարորդին, այդ պարագայում չի կիրառվելու վարչական այն իրավախախտումը, որը նախատեսված է օրենսգրքով, այն է վարորդական վկայականը իր մոտ չունենալը, եթե նույնացնում է անձին եւ ուրեմն հավաստում է, որ անձը ունի վարելու իրավունք, ապա ուրեմն այդ վարչական իրավախախտումը չի կիրառվում։ Ըստ փոխնախարարի նախատեսված է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլոր այն անձինք, որոնք ունեն վարորդական վկայականներ Հայաստանի Հանրապետությունում, նրանց վարորդական վկայականները կփոխարինվեն թվային վարորդական վկայականներով։ Բոլոր այն անձինք, ովքեր կունենան վարորդական վկայականներ Հայաստանի Հանրապետությունում, նրանց ունեցած վարորդական վկայականները փոխատեղվեն թվային վարորդական վկայականներին, այսինքն բոլոր նրանք, ովքեր ունեն վարորդական վկայական, կհամարվի, որ ունեն նաև թվային վարորդական վկայական, սակայն այն անձինք, ովքեր նոր պետք է ձեռք բերեն վարորդական վկայական, նրանց կներկայացվի, այսպես ասած, ընտրության հնարավորություն, առավել փոքր տուրքով անձը կարող է ձեռք բերել թվային վարորդական վկայական, սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում օրինակ ունենալ այդ պլաստիկ վարորդական վկայականը, հիմնականում եթե ցանկանում են երկրից դուրս գալ մեքենայով, եւ այդ պարագայում տուրքը մի փոքր ավելին է եւ անձը ուրեմն հնարավորություն կունենա ստանալ պլաստիկ վարորդական վկայական։ Փոխնախարարը նաև ընդգծեց, թվային վարորդական վկայականը կկիրառվի միայն Հայաստանում, Հանրապետությունից դուրս անհրաժեշտ կլինի պլաստիկ վարորդական վկայական ունենալ։ Անդրադառնալով նույնականացման քարտերի եւ կենսաչափական անձնագրերի տրամադրման գործընթացին, ներքին գործերի փոխնախարարը նշեց, որ արդի պահանջներին համապատասխանող համակարգը կգործի 2026-ի կեսերին։ Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ առնվազն 4 խումբ հարցեր կան, որոնք քննարկվում են վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում եւ կենսաչափական տվյալների հետ կապված աշխատանքն ու անվտանգ փաստաթղթերի տրամադրման բաղադրիչը հենց այդ 4 խմբերից մեկն է։ Հաջորդիվ խոսելով Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացի մասին, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը տեղեկացրեց, որ Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Նույն օրվա դրությամբ արդեն քաղաքացիություն ստացածների թիվը կազմում է 8315 անձ։ Փոխնախարարի խոսքով, եթե ծնողներից մեկը ստացել է ՀՀ քաղաքացիություն, ապա անչափահասն արդեն ավտոմատ կերպով դառնում է ՀՀ քաղաքացի։ Արմեն Ղազարյանը նշեց, որ արդեն 2000-ից ավելի անչափահաս այդ կերպ ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Իդեպ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կողմից Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացում եւս ակտիվություն է նկատվում։ Այդ ակտիվությունը ներքին գործերի նախարարի տեղակալը բացատրում է երկու հանգամանքով։ Նախ իր դերն ունի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար բնակարանային ծրագիրը, որից օգտվելու համար Հայաստանի քաղաքացիություն ունենալը պարտադիր բաղադրիչ է։ Հաջորդ գործոնը ըստ Արմեն Ղազարյանի իր ազեկվածության հետ է կապված։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։